Երբ որևէ մեկը որևէ բացասական քայլ է անում ձեր հանդեպ, դուք այդ բացասական ազդեցությունը ունենում եք, ստանում եք, վերցնում եք եւ ձեր ներսը լցվում է բացասականով։ Ներելը այդ բացասական ազդեցությունը ձեր մեջից հանելն է։ Գիտակցելը տվյալ մարդու արարքի հետևում ընկած մոտիվները, հասկանալ թե ինչու այդ մարդը այդ քայլին գնաց եւ հասկանալ, որ երբ որ դուք այդ մարդուն չեք ներում, եթե դուք ձեր ներսը չեք դատարկում այն բացասական ազդեցությունից, որը որ ձեզ նա տվել է, դա ձեր թուլությունն է։ Որովհետև նախ առաջին դուք տվյալ մարդու արարքին ավելի մեծ արժեք եք տալիս, քան թե այդ արարքը իրականում արժեք կարող է ունենալ։ Եվ երկրորդը, դուք ինքներդ ձեզ թույլ եք տալիս վնասել, եւ սա ձեր թերությունն է։ Ուրեմն այդ դեպքում, եթե չեք կարողանում դիմացինին ներել, ձեզ մի ներեք, որ թույլ եք տվել, որ այդ բացասականը գա եւ ձեր վրա ազդի, որ այդ մարդու խոսքերին կամ գործողություններին նման արժեք եք տվել, որ չեք կանխել, դա առաջինը ձեր բացթողումն է։ Հետևաբար ներելու համար առաջինը դուք ինքներդ ձեզ պիտի ներեք եւ առաջինը ձեր միջից պիտի հանեք այդ բացասականը, որը որ ձեզ տվել է, որին միայն պիտի հաջորդի երկրորդ փուլը ներման։ Մարդը պիտի ներում խնդրի եւ դուք նրան ներեք գործնական մակարդակով։ Եվ նույնը այստեղ է, ներեք եւ ձեզ կներվի։ Եթե դուք թույլ չտաք, որ այդ բացասական ազդեցությունը ձեր մեջ լինի, դուք դրանով արդեն իսկ ներում կստանաք Աստծո կողմից, որովհետև մեղքերն էլ են բացասական ազդեցություն ստեղծում մեր մեջ։ Եվ մենք այդ ներման հետ, երբ դատարկում ենք ինքներս մեզ դատարկում ենք նաև մեր մեղքերի ազդեցությունից։